Ժողովուրդ ջան, եկել եմ բյուրոյում նստած եմ, մայրիկը որ եկավ նստեց, զրուցեցինք, հիմա մի հատ բան էլ այք պատ։ Ուրեմն մի բան հիշեցի։ Ասա պատմի, եթե ուրախ պատմություն Որ է։ ասում եմ 35 փողոցի վրա որ սենց ապրում ենք, էս մեր սենց խաչաձև էր էլի մեր փողոցը։ Հա։ Ուրեմն այստեղ 35 կենդեր էր գալիս, հետո այն կողմի վրայից զլկերը։ Ուրեմն մեր 35 փողոցի վրա հենց անմիջապես մենք այդ խաչմերուկի վրա ենք ապրում։ Մեր տուն հենց խաչմերուկի վրա էր քառակուսի։ Այդ կողքից Շուշանիկի տունն էր, Գյումրեցին, հետո այդ փողոցը որ անցնում ենք, հենց այն վերևի կողմն ֆուրն էր։ Մադատի ֆուրը։ Ֆուր չէ, ֆուր, մադատի ֆուրը։ Ֆուրը։ Մադատն է բուջուր մարդեր։ Դուք մեզ բան դուք ֆուր եք, չէ՞ ասե։ Դու գիտես որ ֆուրը ֆրանսերեն է։ Ուրեմն այդ հաց գաթեկը խմորեղեններ ամեն օր մարդիկ փախլավա էին անում, բան էին անում, մեր այդ ֆուրեր ֆարսում կով վարում։ Հոտը չէր գալի ձեր փողոցի վրա։ Ինչ։ Հոտը։ Ինչ հոտեր են բա։ Ուրեմն դեպի ժամանակ չկար այդքան, բայց դրանից հետո միշտ անում էին, հատկապես նոր տարվա օրերին գաթաներն էին տանում, տեղ թխում, փախլավիկ էին անում։ Քալեն։ Պատմել ես դաժե քալեն։ Հետո էդի քալեն դնում էր դուրսը ծախում էր մադատը, ֆրանջի մադատը։ 3 ռուբլի էր անայ մի քալեն։ Ոչխարի քալեն։ Չէ որ միասկոմբինատը Լեննագանում էր։ Ուրեմն ես մադատս բուջուր մարդ էր, իր տունն էր հենց այդ ֆրի հետևն էր, լավ տուն ուներ, լավ սեփական տուն ուներ։ Շատ լավ տներ են, այդ փողոցի տները բոլորը ընտիշ սարկած տներ են։ Ուրեմն բանը, որ փողոցի վրա կռիվ ա եղել, տղամարդիկ իրար են խփել են եւ այլ, ես փոքր էի, եթե այնքան էինք ծիծաղում, ես մատատն էլ ա խառնվում, ինչ որ դրանց միջով բանում, ես մատատը որ խառնում սկսում եմ խփել խփոցի, մատատս փախնում ա։ Նայում եմ մատատը չկա, գնում եմ մի կարավատի տակն ա մտել, ասում են ինչի այծո ինչ ես փախել, իա, փախներն էլ է տղամարդություն, ասա փախներն էլ է տղամարդություն, մնայի որ ինձ սպամել, կրիներ իրար պատճառով ա եղել, որ հետո հարևանները հավաքվել են, որ ինչ-որին հակառակ կողմին կարան բաժանել, սկսել են իրար խփել, ման են կարի որ մատատին ծեծեն, մատատը փախել, ու որ տղամարդություն խելացին։ Բա, հետո որ պրծել ա կռիվը, պարները իրան քաշը հանել են, ծո, ուր ես դու կռիվը քու պատճառով մեկ վերսիկ մեր վրա դու փախար, իա, բա ինչ են մնայ որ ծեծեին, դա փախներն էլ է տղամարդություն։ Կակից դուրս այկի։ Այս էլ ձեր պատմություն երեխեք ջան զանգում են ինձ տեսնեմ ով ա։ Այլեցինք ժողովուրդ ջան մայրիկ հետ մի քիչ գնացինք եկանք։ Այսօր այդ ջուր կա մեջը մամ։ Մտած էլի հով ա այսօր մի քիչ։ Ճիշտ ասած մտածեցի զակատը նկարեմ, բայց դեռ զակատ չկա։ Ժողովուրդ ինձ նենց տպավորություն է, որ ես 100 տարի դուրս չեմ եկել տանից, որովհետև լրի որ մնում ես տունը, էլ չես ուզում տանից դուրս գալ։ Հիմա ես գնում եմ դեղատուն, ունեմ վիտամին D պետք է գնեմ, որովհետև ես երկար ժամանակ Հայաստան գնալուց առաջ վերջացել էր, ասեցի դե լավ, ամառ է էլի, բայց դե ամառը կապ չունի վիտամին D-ի հետ, արևա, դա լրիվ ուրիշ բան է, ես գնամ հիմա մի հատ գնեմ դա, սկզբից հետո նոր արդեն ռեստորան, հետո ունեմ այսօր բավականին գործեր կապած կողքի քաղաքում, ուզում եմ ինձ շորտիկ նայեմ, Բեռնյուդա շորտ, տեսնեմ կգտնեմ, որ ինտերնետով չպատվիրեմ, մինչև հասնի, հա։ Եվ ինչ ունեմ անել, անալիզ պետք է տամ, այսպիսի բաներ սիրելիներս, գնացինք միասին։ Ահա և մեր գեղեցիկ ճանապարհները, շատ եք սիրում, ես ցույց եմ տալիս ձեզ, որպեսզի ձեր համար սա լինի թերապիա։ Ահա։ Գեղեցիկ է, չէ՞։ Մանավանդ որ արև չի ընկնում, ես կիսա արև, կիսա հովոտ, շատ սիրուն է լինում։ Այս ճանապարհները ես ինչքան եմ անցել, մարզիչ էի աշխատում,
Դավիթս որ ծնվեց, ես եւ խաղում է եւ մարզիչ է, ես կողքի քաղաքը ինձ խնդրեցին, որ իրենց ամբողջ կլուբը ես ղեկավարեմ։ Եվ ես նաեւ մարզիչների հետ սեմինարներ էի անցկացնում, սովորացնում էի, էլի ոնց պիտի պարապեն։ Անցել եմ բավականին ճանապարհներ, մասնագիտությունս բնականաբար ես սիրել եմ բասկետբոլը, որովհետև խաղացել եմ եւ այլն, բայց որ ասեմ հետո արդեն ուզում էի փոխել, որովհետև սպորտի ասպարեզը բավականին դժվար ասպարեզ է, պայքար, իսկ ես երեխա ունեի արդեն, ընտանիք եւ չէի ցանկանում, որ ես իմ կյանքս նորից տալ սպորտին։ Դրա համար ես ընտրություն արեցի եւ շատ ուրախ եմ դրա համար։ Ժողովուրդ ջան, հիմա գնում եմ արդեն իմ գործերով, գերուներիս հանդիպեցի, Երևանից ինչ եկել էի չէի հանդիպել, նվերներ էի բերել իրանց, հանրապես ասեմ ձեզ, նվեր տալը, դա միայն ասենք խոսքի կարող է ընկերուն չի տալիս նվեր, հիմնականում ասենք բարեկամ, այն էլ բարեկամների մեջ չկա այդ իրանց մոտ այդ հասկացությունը, բայց ես ուղղակի, գիտեք, եթե ես մեկին սիրում եմ, եթե մեկը ինքը ազնիվ մարդ է, եթե մեկը ինքը շատ չափած ձևած անձնավորություն է, ես իրանց վերցնում եմ իմ հետ որպես ընկեր։ Դրա համար ես ձեզ մենակ մի բան կարող եմ ասել, սիրելիներս, ընկերություն, եթե լավ ընկերներ ունեք, պահեք, որովհետև լավ ընկեր ունենալը այնքան դժվար է, երբեմն քեզ թվում է թե իրանք լավն են, հետո գալիս է մի ժամանակ, որ դու բարձունքի ես մեջ ես լինում, ասենք կարիերայի կամ ֆինանսապես ապահովված, արդեն մեկ էլ հոպ այդ մարդիկ մի քայլ հետ են գնում, ասում ես այ մարդ, ես սրանց հետ ընկերուհի է, ինչի իրանք իմ հետ ընկերություն չեն անում, պարզում է դա նախանձն է, իսկ որ նախանձում է, ուրեմն դա լավ ընկեր չի։ Մեկ էլ ընկերությունը, եթե ուզում եք իմանալ ճիշտ ընկերությունը, խոսքս երիտասարդներին եմ դիմում, որտեղ մեծահասակները բոլորը կիմանան, երբ որ ունենում եք լավ կարիերա եւ ունենում եք բարձունք, այսինքն ֆինանս եւ այլն, բոլոր ձեր ընկերներն են։ Հələ մի օր փորձեք, ասեք, գիտեք, ասեք նրանք ովքեր լավ ապահոված են, ասեք, գիտեք, մենք արդեն էլ ապահոված չենք, ամուսինս աշխատանքը շատ վատ է, в общем, լացեք։ Տեսեք ով կմնա ձեր կողքին, եթե մեկը մնաց որ ինքը թքած ունի, թե դու ունես, թե չունես, թե դու ճանաչված սպորտսմեն ես, թե դու արդեն ավարտել ես սպորտը, ուրեմն այդ մարդու հետ ընկերություն արեք։ Դա իմ կարծիքն է եւ դա 150% կարծիք։ Այսօր եկա ուրեմն այս աղջիկների հաց ուտելու։ Այդ աղջիկներից մեկը երիտասարդ է ինձանից, ինչքան է ինձանից, չէ՞, 8 տարի։ Ասում է, Անայդ, ասում է այն օրը, գիտես, ասում է ինչ ենք հիշում, որ գալիս էինք, ասում է քո խաղերը նայելու ստեղ, ասում է նոր էիր եկել դու, դե բոլոր ասում ամբողջ թերթերը գրում են, որ սովետական միությունից, առաջվա սովետական, երկու աղջիկ երեք, ասում է մենք է մտածինք ռուս եք, մեկը ռուս էր, մեր թիմից էր, ինքը խաղաց է հատիսի, մեկն է ես էի։ Ոչ ու բարով գայի դրա հետ, ահավոր անձնավորություն էր, նեգատիվ, վատ բնավորությամբ, դա մեր թիմի ամենավատ մարդն էր, ասեմ ձեզ, ես հիմա ասեմ, արտահայտվեմ, ժպիտը որն է, ժպտում էր նրան ումից օգուտ ուներ և բաներ ուներ, որ դա իմ մանտալի հետ չէր համապատասխանում և բանանենք, այդ խորանանք, դա բայց շատ լավ խաղացող էր, խաղը սկսում է, երկրորդ շաբաթն աստեղ ենք, Ֆրանսիայում ենք, ասեղ կծես տեղ չկա դահլիճում, դահլիճը մեր դահլիճների նման տրիբունաներով չէր, էլի տրիբունայով էր փուճուրոտ էլի։ Ուրեմն այս աղջիկն ասում է մենք շոուտի նայում ենք բան, դե ես էլ լավ խաղացող եմ, ես չի էլի որ ուղղակի տակից նետում եմ անում, այս Ֆրանսիայի թիմում մի հատ աղջիկ կար, Ֆրանսիայի հավաքականից էր խաղում, լավագույն Եվրոպայի լավագույն խաղացողներից էր, ինքն տղայի տղա ոչ տղա չէ, տղա, բարիցս բուն իմաստով, ասենց բանով տենց, ուրեմն ֆրանսերեն չեմ խոսում, չեմ հասկանում, աբսոլյուման, սա ինձ օղակի տակը խփում է ու ամենացավոտ տեղը, գիտեք ես ասերը, վախ ասեցի, վախ, մտածեցի դե հիմա սպորտ է, խփում են իրար,
Այ մարդ, անցավ երկրորդի ժամանակ նորից ինքը ուրիշ տեղից գալի ինձ խփում ու ասեց բոքսով է։ Շուրեք ասել, ես մտքից հավաքի ու հայերեն եմ խոսում։ Հետո ճիշտ ասած, երբ որ Twitch-ում time-out վերցրեց մարզիչը, ես ոչ թե գնացի աջ կողմը, այլ գնացի ձախ կողմը, որտեղ նստած էին այդ թիմը։ Այս աղջիկն ասում է մենք ընենց ենք հիշում այդ օրը, պատմում էր, ես հիշեցի ուղղակի ձեզ էլ պատմեմ։ Ասում եմ մենք ընկերներ ենք, մենք ասում այսօր լրիվ ուրիշ ձևով մենք իրար տեսանք էլի, այս կոմերսի միջոցով ծանոթացանք։ Ուրեմն այս աղջիկը գնացի մոտիկացա մարզիչին, որը որ ՑՍԿԱ Մոսկվայի շատ լավագույն մարզիչներից էր, պայմանագրով այդ թիմի մարզիչն է։ Մոտեցա ասեցի, տավարիշ տկ Капранов, знаешь, чем так? Товарищ Капранов, скажите эту тварь, ասեցի, чтобы она была осторожна, у ամեն րոպե ասում էր Russian. Асети, ее скажите, что я не русская, я армянка. Она, асети, не знает, наверное. Капранов, хорошо, Анечка, хорошо, спокойно, ба. Спросяй марзичи горумас, ба, մեր թիմը ստեղ է, իրան թվում է թե շփոթվել եմ։ Վերջ եկա այդ կողքից խաղացող բա ինչ աղա, ասեցի, ահա որ խփում է, ու ես այդ մարզիչին ցույց եմ տալիս, ասում ինքը հիվանդ է, այս մարզիչը ձերով արից, ասում ահա ինքը զգուշ եղեք, ինքը շատ ցեն ցույց է տալի անի մուժե։ Այդ մի բառն ավելորդ էր Անահիտի համար։ Ժողովուրդ մտանք դալիճ սկսում ենք խաղալ, այս աղջիկը այդպես խփեց այս թիակիս մասը։ Ինձ փնտրում էր էլի։ Վայ ասեցի քո ու ինքը սենց խփեց ու ինքը վազ կա անում դեպի մինչև կենտրոնական մասը ես իրան ոդպադնոշկա են ասում խփեցի ուրեմն այս աղջիկը ու ես մեջքից այսպես որ նենց եմ հրել որ դաժե բաները դատավորներ իրանք արդեն նայում էին դիմաց իրանք չէին տեսնում թե հետևին ինչ է կատարում այս աղջիկը գրսվելով այսպես տկ հասավ մինչև բասկետբոլի դահլիճի մեջտեղը նրանք ովքեր կիվանան բասկետբոլ ամբողջ ցես քերծված ուրեմն ժողովուրդն արդեն ամբողջ այդ աղջիկն ասում է մենք բոլորս դրան ճանաչելով գիտենք հեսա պատերազմ է լինելու որտեղ իր դեմը խաղ չկար ինքը խփում էր ծեծում էր մարզիչիներին բոլորին բացի այդ ռուս մարզիչից որտեղ դրանից շամպես քաշվում էր ես կանգնած եմ վազում եկել էս որ սենց հելավ գետնից ու վազելով ինձ սենց անելով գալիս է մթում ու դատավորները վախենում են դրանից Այս առաջին տղամարդ դատավոր բռնեց ձեռքերը, ինքը սենց բանանում, դալիճում ժողովուրդը մտել են, խոռնվում են, բա ես կանգնած եմ ասում, արի, ասում եմ, դու ես վախացնում, ու ես հայրեն ասում եմ, դու ես վախացնում, աշկերտ կհանեմ, մատով, այս մեր մարզիչը ֆրանսերեն խոսում է, ես չեմ հասկանում, no, յանիմ զգուշ եղի, Կապրանով, անմիջապես time-out վերցրեց ու այդ հիստերիկին նստացրեց Ես տեսա, որ ինքը խոսում էր թարգմանիչը կողքից թարգմանում էր, որտեղ ինքը ռուսերեն բարձր խոսում, ես լսում եմ ինչ խոսում ռուսերեն։ Այդ աղջիկը այսպես գլուխը կախ, միակ մարզիչներ, որ ինքը կախ նստեց մինչև խաղի վերջը հանեց խաղը։ Խաղը ավարտվեց։ Капранов եկավ, ինձ ասեց, Անի, ասեց, извини, она такая, բան, ասեցի, но в следующий раз, ասեցի, я думаю, что вы сказали, что я армянка, да, я сказала տարբերություն կա, էլի։ Անցավ 2 ամիս արդեն մեր հերթն է, որ պիտի գնանք իրաց դահլիճ խաղալու։ Она была как конфетка։ Ասում այստեղով է մեղավոր, ուժերի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Ու այդ աղջիկը հետո անցավ մի տարի հետո մենք բանը այդ սեմինարի ենք, որովհետև ես արդեն իմ դիպլոմները պաշտպանել եմ ֆիզկուլտուր ինստիտուտի եւ ես պետք է լինեմ ստանում եմ դիպլոմս Կներեք երեխեք ջան, արևից անջատվեց։ Վերջը սեմինարի տեղն ենք, ես աղջիկն էլ ա եկել։ Մեկ էլ մոտիկացավ, բա Անահիտ խոսում ես, ֆրանսերենս իհարկե խոսում եմ, արդեն մի տարի հետո լավ խոսում եմ, սովորել եմ ես։ Բա գիտես, ես ուզում եմ քեզ ասեմ, կներես, ես միշտ որ արտասահմանից մանավանդ սովետական երկրներից, առաջվա սովետի, այսինքն Բուլղարիա, Թեկուզ Յուգոսլավիա, բան գալիս են այդ մեր այդ երկրներից սոցիալիստական Ես իրանց աշկը վախացնում էի սկզբից, որպեսզի իրանք հանկարծ խաղեր չտան, բան, ասում եմ ճիշտ ասած, ես մտածեցի դու էլ ես, բայց ասում եմ դե հալալ եք, ես ասեցի աղջիկ ջան։ Նախքան ասեցի վախացնելը, մի հատ նախորոք ծանոթացի թե այդ ով է,
թեկուզ մեծ ազգի ներկայացուցիչների մեջ նենցները կան, որ մի հատ կարող է քեզ խփեին, 3 պտույտ պտտվեիր։ Ինձ ասում է հետո մարզիչն ասեց դու ում հետ խաղ ունես, դու գիտես ինքը ինչ արտակարգ մարդ է, ինքը հանգիստ, բացարձակ բնավորությամբ կռվարար չի, բայց Աստված չանի, որ դու իր ոտը տրորես։ Ասում է հետո որ եկաք մեր մոտ խաղալու, կաժես փակվում է։ Ասում է որ եկաք մեր մոտ խաղալու, ասում է ինքը ինձ նախորդ զգուշացրել էր, եթե անգամ դու այդ աղջկա աչքերի մեջ նայես, դու կնստես սկամեյկայի։ Ու անդադ այդ մարդն ինձ ասում է «Самая красивая, самая лучшая армянка»։ Կոմպլիմենտներ էր անում ինձ էլի։ Վերջ ինչ եմ ուզում դեզ ասեմ, ես հետո այդ սեմինարի տեղը վերցեցի դիպլոմը եւ այլն, ու ինձ տեղ առաջարկեց այդ Ֆրանսիայի հավաքականի մարզիչը, ես քո մեջ տեսնում եմ պոտենցիալ մարզիչ, որովհետեւ քո ստիլը ձեր մարզիչի ստիլն է, քանի որ ինքը Չոլախյանին ճանաչում էր, մենք ռանկետի, կուբրոնկետի խաղալու ժամանակ ինքը թիմիտ մարզիչներ։ Ես գերադասում եմ իմ կյանքը, որովհետև ես արդեն ընտանիք եմ կազմում, ես արդեն այդ տարի մեր հարսանիքն էր լինելու եւ մենք պատրաստում ենք երեխա ունենանք, իսկ ես այնքան մեծ կարիերա եմ ապրել, ես այնքան եմ տեսել, որ ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ։ Հետո անցավ մի քանի Դավիթից հետո նորից ինձ բան արեցին, առաջարկեցին, որ ես դառնամ, բայց պիտի գնայի լրիվ ուրիշ քաղաք Ֆրանսիայի, եւ ես նախընտրեցի իմ ընտանեկան փոքրիկ մթնոլորտը, ամեն ինչը սկսեցինք զրոյից, դժվարություններ շատ եմ ունեցել, շատ ենք ունեցել, միանգամից ամեն ինչը չի եղել, բայց շատ ուրախ ենք եղել, որովհետեւ ես միշտ մտածել եմ, որ սա իմ երազած կյանքն է, փոքրիկ խրճիթում, բայց երջանիկ մի սեղանի շուրջ այդ սպորտային մթնոլորտը, այդ ծափահարությունները, կարիերան եւ այդ փառքը հոգնածնում է սիրելիներս։ Ես անդադ երազում եմ ավտոբուսի մեջ նստած, որ մենք գնում էինք մինչև Դինամո, Էրեբունի հյուրանոցի Դինամո, նայում էի մարդկանց անցնում էին, ասում էին «Ելնեք մի օր ես էլ այսպես գամ տուն, իմ երեխաները նստած լինեն սեղանի շուրջ, հաց ուտենք», ու ես միշտ երազում եմ 4 երեխա ունենամ, բայց արի ուտես, որ կյանքը այնպես դասավորվեց, որ ունեցա մեկը, բայց Աստված թող իրան պահապան լինի իմ երեխուն, իմ զավակին, իմ գանձին, իմ կյանքը։ Ինչ եմ ուզում ձեզ բոլորիդ ասեմ, նախ թույլ չլինեք, եղեք միշտ ուժեղ, կռվարար չէ, բայց եղեք ուժեղ եւ ամենակարևորը միշտ ինչքան է բարձունք ունենաք, ինչքան է վերելքում լինեք, միշտ հողը ոտների տակ զգացեք, որովհետև կյանքը շատ փոփոխական է, կարող է մի օր դուք փառք ունենաք բարձունքների մեջ, մեկ էլ վերևից ընկնեք, որ շատ ցավոտ լինի։ Դրա համար միշտ աշխատեք, զգաք ձեր ոտքերի տակ այդ ավազը, հողը, քարը, ասֆալտը, միշտ զգաք եւ ինչ ասեմ, աստղային հիվանդությամբ չտարապեք, որովհետև մի օր մենք սպորտի մեջ ենք, մի օր թողնում ենք, ես Netflix-ով շատ եմ նայում այդպես սպորտսմեններ, ռեպորտաժներ, այն օրը 3-4 օր վերջացրեցի Ռաֆայել Նադալի կյանքը, պատմությունը Netflix-ով ֆիլմ են հանել, սերիալ, եւ ինքը շատ ծանր է տարել այդ, որ ինքը արդեն գիտի, որ պիտի ավարտի սպորտը, որտեղ ոտքի խնդրեմ, առողջական 37 տարեկանում երեխեք արդեն վերջն է։ Ես 37-ում ավարտեցի վերջնական իմ պրոֆեսիոնալ, այսինքն որ գումար է ստանում բասկետբոլի համար, աշխատավարձ լավ բավականին։ Այդ տարիքը 37-ը ավարտված։ Հետո աշխատեցի նորից էլի գումարով, աշխատում էի, բայց արդեն մարզիչ, որպես խաղացող մարզիչ, հետո 40 տարեկանում, 39 տարեկանում փոխեցի, ամբողջը թողեցի սպորտը, մտա մոդայի մեջ։ Ահա սա իմ փոքրիկ պատմությունը, շատերին հետաքրքրում է եւ ես ուղղակի ցանկացա այդ պատմությունը պատմեմ, որովհետեւ այդ աղջիկն ասում է մենք ընենց էինք ուրախանում, ասում ենք տեսակ այդ աղջիկը ինչ արել, այդ գանգրահեր սև մազերով գանգրահեր, անդադ մեկը սշեք էր, մեկը սև էր, ես սևն էի էլի։ Միշտ Ֆրանսիայում գրում էին Բել Աղմենիենը, գեղեցիկ հայուհին, գեղեցիկ գանգրահեր հայուհին, դե չեմ ասում գեղեցիկ են, բայց տենց էին իրան գրում։ Այդպիսի բաներ սիրելիներս, ես ուրախ եմ, որ ունեմ մի անցած կյանք եւ ուրախ եմ, որ կիսվում եմ ձեր հետ, միգուցե ոմանց չհետաքրքրի, միգուցե շատերը կհավանեն, ասեք տեսնեմ, դուք սիրում եք, որ ես իմ բասկետբոլի, իմ կարիերայի պատմություններից եմ ձեզ պատմում։ Երեխեք ջան, հասան գնանք, տեսնեմ ինչ վիճակի մեջ է զոբս։ Եկա մտա փակեր, եկա տեսա փակեր, մարդիկ դրան դեմ սպասում էին, հենց մտա, դռները բացեցին, ասեցին Անահիտ ջան, դու որ եկել ես, մենք ոնց կարող ենք դռները փակել, սենց որ նայում եք, հիմա կասեք Անահիտը ինչ նիհար է, չէ, ոսկորն է սա տնգվել է, շատ տկար եմ,
Հեսա մի հատ հիմա ստեղից հետո պետք է գնամ մի հատ խանութ, տեսնեմ բերմուդա առնեմ իմ համար։ Ուզում եմ բերմուդա առնեմ իմ համար, գնեմ շորտիկ, թեթև չունեմ, այդ մի բանը որ չունեմ, ունեմ ջինսից, բայց այդպես փոքրիկ շորտիկներ ուղղակի տանում եմ, ասենք դուրս գալ ուզում եք, մեկ քայլում եմ երեկոյան, լավն է, չէ, երեխեք Անահիտը, ասեք Անահիտը ինձ նման է, երբ որ մազերս գանգուրա։ Վերնիսաժից եմ գնել, տակը հիշում եք մարգարիտներ էին կախած, հանել եմ մարգարիտներ մցակի մեջ չէր և բրասլետը, տեսնում եք, կոմպլեկտիկ, ակնուսները չեմ հանել, ալարում եմ, պիտի հանեմ, պիտի այն մեկը դնեմ, կարամ չդնեմ է, բայց ինձ թող մնամ։ Բուժքույրը լավ ծիծաղաց, ասում է դեղդ խմել ես, ասում եմ չէ, ոնց կարելի է դեղ խմել, դեղ իրավունք չունես խմես, ասում է ասացի դեղը չեմ խմել, բայց ռեստորանում պաղպաղակ եմ կերել, մի ծիծաղալա ծիծաղում, ասացին հենց որ կարող է զոբս լավ չերևա, որ պաղպաղակ եմ կերել։ Երբեմն կոմերսանտները նեղանում են, որ ժողովուրդը ինտերնետից է գնում։ Հիմա ես հարց եմ տալիս, մեծ քաղաք, մեծ խանութ, տորիչիլյան դատարկություն։ Ոնց կարող է պատահի մարդը ցանկանում է մի հատ իրան բան գնի, չի կարողանում գնել։ Հիմա 3 խանութ մնաց գտնեմ, իմ ուղեղի մեջ, գլխիս մեջ արդեն գիտեմ որ խանութները։ Եթե մեր քաղաքում լինեի, իմ սիրած Կիաբի կգնայի, Կիաբին հնարավոր չէ չգտնեմ բան, բայց դրա համար չեմ հասնում տեղ։ Ես դաշը մի հատ միտք ինձ առաջացավ, ես մի հատ տաբատ ունեմ լայն, գտամ մաման թող կտրի, դարձնի շորտիկ, լավ խելքս լավն է շատ, հեսա գնամ ու ասեմ թող մանժետով անի, համեք ուրախանակ են աշխատանքը էլի, այդ շալվարը չեմ հակնում, ասեմ իմացեք, և այդ շալվարը իմ հավաքածուի շալվարն է, բայց լավ չէ երեխեք ջան ետքա, մի քիչ ափսոս է դա, երևի այն մյուսը կտամ, այն մյուսը իմ հավաքածույնը չի, ուղղակի ուզում հիշեմ լայն է իջնում, կտամ մինչև այսենց, գիտեք հիմա որն է մոդա, որ այսպես ծնկի վրա է, բայց ես մի քիչ կբարձրացնեմ, չեմ սիրում շատ, մի հատ մոմենտ է գալիս, որ քեզ չաղացնում է, լավ եմ չեմ մենախոսություն անում երեխեք, մտածում եմ այն շալվարներն որ տամ մաման կտրի, եթե ես այդ ամառային շալվարը տաբատը չեմ հագնելու ամառը, ավելա շորտիկ դարձնեմ, ինչ ասեցիք, հեչ ասա Անահիտ ջան, հմուզներս թափ տվինք, սվիտաֆոր զիլյոնի, այս սվիտաֆորներից սպանում են, կաշխատեմ խանութում նկարեմ, բայց այս խանութում հնարավոր չէ, որ ինքը բուտիկ էր, ունենց են նայում քեզ, չես կարողանում այսօր մեսաժից ուղարկես, չես կարողանում նկարես, մի վարկյան երեխեք Կարլասան մեսաժ ուղարկես։ Եկա Ժեմոն, նրանք ովքեր ապրում են Ֆրանսիայում, կիմանան, տեսնեմ էլ, այստեղ տեսնեմ կգտնեմ ինչ-որ մի բան, բայց չեմ կարծում, հետո արդեն կգնամ տուն, եթե ոչինչ չգտնեմ, բայց արի ուտես, որ բավականին ջղայնացած եմ։ Հիմա որ լինեի մեծ քաղաքներում, սա այդքան մեծ քաղաք չի, բայց կան խանութներ, այս չի որ չկա։ Դրա համար գնում թեկուզ մեծ քաղաքներում գնում ես խանութ, մեծ ռազմերները պիտի պատվիրես ինտերնետով։ Եկանք ես խանութ, ես ասում ես ով անց ասում մադամ։ Մարդ ես էլի կարող է գտնենք երեխեք ջան, մեր մոտ դեռ զեղչերն են։ Իհարկե ես ինչ այսօր այն խանութում գտա առանց զեղչեր։ Bonjour։ Bonjour-ս ոչ մեկ bonjour-ս չարավ։ Ուրեմն այս նոր կոլեկցիան աստեղ։ Նոր կոլեկցիայի մեջ շորտիկներ չի լինի, բնականաբար։ Что это такое? Աստեղ ոչ մի բան չի լինի, ինձ թվում է։ Զեղչերը վաղուց է եղել, հիմա մարդիկ գզել են զեղչերը։ Շորտիկներ կան, այստեղ չկա։ Կոպալիկների կարիք չեմ ասկում, մի հատ եկեք այստեղ մի վարկյան մի հատ նայեմ, այս ինչ է շորտիկը, տրիկոտաժի, վայ, այս լավ շորտիկներ են, ամառային, բայց տակ աստար, չեմ ուզում աստար, չէ, աստար չի, եկեք, մի վարկյան երեխեք, մի հատ տեսնեմ իմ ռազմերը կա,
Սրանք աբսոլյուտան զեղչեր չեն, բայց ոչինչ, եկեք մի հատ հələ իմ ռազմերը չկա, մի քիչ մեծ է, բայց ոչինչ, մեծանի պիտուր չլինի։ Տեսնեմ ստեղ չկա շորտիկներ։ Ահ, ես ինչ արեցի։ Хорошо, 50%։ Մի հատ մի վարկյան, երեխեք տեսնեմ իմ ռազմերը կա, որ մեծ եղավ կգնեմ մաման կփոքրացնի, ոչինչ։ Եկեք վերցնեմ սա։ Ես կանանչը որ ռազմերն է։ Սա էլ է մեծ ռազմեր, եկեք ես էլ վերցնեմ, փորձեմ։ Փորձանք չի։ Տեսնենք էլ ինչ կա։ Սենց շալվարներ չեմ ուզում։ Տոպիկները չունեմ, գիտեք այդքան շատ, բայց դե տոպերը ջանջամ, կարող սպիտակ սև հագնեմ, դե երեխեք մի վարկյան անջատեմ, ես հետո կմիանամ ձեզ։ Ահու ջան եկան գտում եք ինձ շոկեր, խորտանքի կատում, կանք չի դեկատում։ Սա իմ մոբա։ Ուրեմն ցույց եմ տալիս ես վերնաշապիկը շատ գեղեցիկ է, անթև, դեղին, քանի տոկոս էր, 30% էր, զեղչ, շատ լավն է։ Այս մայկաներն եմ գնել մամայի համար, իմ համար, տեսնենք, սովորական ամեն օրվա մայկաներ եմ շացի, մի հատ դեղին, մի հատ վարդագույն, լավն է շատ։ Սա 70% ոտ է եղել, այս մայկան եմ գնել, մարսկոյ, շատ լավ մատերիալ է, ջինսերի այդ սպիտակ տաբատների, այս յուկայի հետ, սենց կապույտ, կհակնեմ չուս կտամ, հիմա եկեք բացեմ իմ պատվերը, բացեմ, եկեք կարողապատայի, եկեք բացիսա, էկոֆիրման է, գիտեմ, որ շատ Գերմանիայի ապրողները կիմանան, սենց անենք, նստեմ մի հատ փորձեմ։ Այ երեխեք, ասում, սիրտը թուլանում է։ Խանութներում կա գանդիճաներ բան, բայց միծացին խանուր, ճնշող, ահավոր ճնշող եղանակա։ Գուշության բաց է, սա է, գետ մատ փորձենք հլա։ Դա ոսկի գույնին եմ այցել, ոսկի գույնը ուշ է գալում, ասեմ, որ խաչներով է և դա լավ է, որպետ նվոտները բարակ է։ Երեխեք եսի ուղայքի եմ տիրարաշկ։ Այս ինչ լավն է, սա դարավին է, ես կարող եմ անգամ, մի քիչ ես այստեղ որ մոտ ցավ կա, այս կոջիկի մոմենտը կարամ մի քիչ, այսինց անեմ, վալա, ու հանգիստ արդեն, ուրախ եմ, որ ոսկե գույնը պատվիրեցի, սա ուրեմն դարել էր 60 եվրո, ոսկե գույնը մի քիչ թանկ էր, լավն է շատ, որով մաշեսանայիդ ապրես դու որ գնեցիր սա, շատ ուրախ եմ երեխեք ջան։ Իրոք, որ ես անդադ մտածում եմ այս ֆիրման, բայց առաջին գնումս է և շատ գոհ եմ։ Նախ ինքը շատ մոդեռն է, ոնց որ բիղք լինի, բայց ես այդ բիղքերին լավ չեմ ուզում ինձ, սա ավելի կամֆորտ է։ Իրագին 100 եվրո է, գիտեք, կանել է ժան չի։ Լավ, դեր չտալով սա իմը, վայ, բրելեստ։ Մաման մոտ, սա էլ տանեմ մի հատ փորձեմ, գնացինք։